Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեզ ժամանակ հատկացնելու համար։ Բարև ձեզ։ Հաջողության պատմությունները տարբեր են, ճանապարհը գրեթե նույնն է, դժվարություններ, խնդիրներ, խոչընդոտներ, ձեր դեպքում բացառություններ։ Իհարկե, միշտ էլ պետք է լինեն դժվարություններ, որ կյանքը հետաքրքիր լինի, պետք է հաղթահարես դժվարությունները եւ իմաստավորվում այդ ամեն ինչ, երբ որ հասնում ես ինչ-որ նպատակի։ Հաջողության ձեր ճանապարհով, ձեր անցած ճանապարհով կկիսվեք այսօր մեզ հետ։ Իհարկե, դրա համար ենք եկել ձեզ հյուր։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Գեղեցիկ ժպիտը մարդու անցաթուղթն է։ Այն հաճախ նաև ոչ այնքան գեղեցիկ մարդկանց է շատ գեղեցիկ դարձնում։ Իսկ թե ինչպիսի ճանապարհ է անցել մեր այսօրվա հյուրը մեզ շատ գեղեցիկ ժպիտ պարգևելու համար, կիմանանք հենց նրանից։ Դաշտոյան Medical Group ընկերության հիմնադիր, գլխավոր բժիշկ եւ տնօրեն, բժշկական գիտությունների տեխնացու Թորգոն Դաշտոյանի հետ ենք զրուցելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Բարև ձեզ, պարոն Դաշտոյան։ Բարև ձեզ։ Մասնագիտության ընտրությունը պատահական չստացվեց։ Ձեր մայրը բժիշկ էր եւ պիտի շարունակեիք բժշկի պատվաբեր ու պատասխանատու ուղին։ Իհարկե, ամեն ինչի հիմքը մանկությունից է եւ պետք է ասեմ, որ ես մեծացել եմ մի հետաքրքիր ընտանիքում, իմ ծնողներս Դաշտոյան ազգանունը դա գիտեք հայտնի սովետական միության ժամանակ կոչվում էր Կամո, հիմա Գավառ քաղաքն է, մենք ծնունդով ուրեմն այնտեղից ենք, իմ ծնողներս այնտեղից են, եկել են սովորել են ուրեմն մայրս բժշկական ինստիտուտում այն ժամանակ, հայրս պոլիտեխնիկ ինստիտուտում եւ հայրս ինժեներ, մասնագիտությամբ շինարար, բավականին մեծ համբավ ունեցող հանրապետությունում Դաշտոյան մառատը, մայրս բժշկուհի, քիթկոկորտ ականջաբան եւ իհարկե իրանք ինձ ուղղորդեցին ժամանակին, քանի որ ստոմատոլոգիան սովետական միության ժամանակ այդքան հասանելի չէր, իհարկե դժվարություններ կար եւ գտնում էին, որ իրանց զավակի լավ ապագան կլինի այդ ընտրության մեջ եւ ես դառա մեր ազգության մեջ միակ բժիշկ ստոմատոլոգը եւ չեմ զղջում, իհարկե շատ լավ ընտրություն էր այդ ուղղությունը եւ իհարկե մենք ազգում ունենք շատ բժիշկներ, սրտաբաններ, ուրեմն վիրաբույժներ, սանեպիդ ոլորտում բավականին հայտնի եւ ակնառու դեմքեր եւ այլն, բայց ստոմատոլոգ ես միակը դարձա եւ շատ ուրախ եմ, որ նաեւ հնարավորություն եմ ծառայեմ իմ հարազատներին եւ ընկերներին։ Եթե հաշվի առնենք այն դժվարությունները, որը հաղթահարելով ունեք այսօրը, կարող ենք արդյոք ենթադրել, որ սիրահարվեցիք նաեւ այդ մասնագիտությանը, որովհետեւ այլ կերպ հնարավոր չի այդ։ Ну, շատ ամպագորգոր բառը ես չեմ սիրում օգտագործել, բայց իհարկե եթե չսիրես մասնագիտությունը, դժվար թե տասնամյակներ, այս արդեն 35 տարի է ես այս մասնագիտության մեջ եմ եւ կարելի ասել, որ իհարկե ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, որովհետեւ դա մեր տունն է եւ եթե օրը 10-12 ժամ դու անցկացնում ես քո աշխատավայրում, բնականաբար դա չես կարող անես չսիրելով։ Շատ ենք սիրում մեր մասնագիտությունը եւ դա տալիս է անսահման հնարավորություններ թե զարգանալու, թե առաջ գնալու եւ դա կյանքով ապացուցվեց։ Իսկ աշխատանքային ձեր ճանապարհը սկսվեց շատ երիտասարդ տարիքից, դեռ ուսանող էիք։ Այո, ես ձգտում էի հենց ուսանողական տարիքից գնում էի, կանգնում էի իմ ավակ ընկերների կողքը, հետո շատ արագ ժամանակար ինտերնատուրա, ինձ շատ օգնեցին իմ գոլեգաները, իմ ավակ ընկերներս եւ ես հենց արդեն ինտերնատուրայի ժամանակ այդպես ստացվեց, որ ինձ տվեցին carte blanche եւ ես միանգամից սկսեցի աշխատել եւ բավականին հաջող սկսվեց իմ կարիերան
իսկ ինտերնատուրային ավարտելուց հետո միանգամից ուրեմն քանի որ արդեն բավականին փորձ էի ձեռք բերել, հաջողությամբ ընդունվեցի աշխատանքի, այն ժամանակ ժպիտ պոլիկլինիկա գոյություն էր քաղաքի կենտրոնում, որպես բժիշկ օրթոպեդ, այն ժամանակ դա շատ հարգված ուղղություն էր մեր բնակավարում եւ բավական երկար տարիներ կոլեկտիվը ինձ շատ սիրեց, շատ մեծ կոլեկտիվ էր, շատ բարդ, բայց կոլեկտիվը ընդունեց ինձ, կարելի ասել, եւ ես դառա շատ ոնց որ ինտեգրվեցի այդ կոլեկտիվի մեջ եւ շատ հաջողակ գնացինք առաջ, իսկ մի քանի տարի հետո 97 թվականին ես հիմնադրեցի իմ փոքր ուրեմն կաբինետը, այն ժամանակ կլինիկա կոչել դժվար կլինի եւ ատոմատեխնիկական լաբորատորիան այն թվերին հիմնադրվեց, որովհետեւ հանգամանքների բերումով իմ ընկերս վերադարձավ ուսման Իսրայելից, ինքը հրեա է ազգությամբ եւ հիմնադրեց ատոմատեխնիկական լաբորատորիա եւ զուգահեռ շարունակեց ուսուցումը բժշկական արդեն փոխվեց ինստիտուտը համալսարանում 97 թվականին եւ հաջողությամբ այդ երկու ուղղությունը մենք շարունակեցինք։ Զարգացրեցիք։ Այո, սկիզբը եղել է 97 թվականին։ Այո, եւ փոքրիկ ստոմատոլոգիական կաբինետը պիտի վերածվեր բժշկական կլինիկայի։ Իհարկե, դե պետք է ամեն ինչ ունի իր հիմքը եւ շարունակությունը։ Մենք սկսել ենք այդ բնակավարից, գիտեք, ծանր տարիներ էր, հետպատերազմյան Հայաստանը շատ վատ վիճակում էր, բայց մենք երբեք ոչ մի վայրկյան չենք հուսահատվել, կարամ ասեմ այդ տրամադրությունը, դե քանի որ նաև երիտասարդ էինք, ավելի 27 տարեկան, իհարկե այն ժամանակ մեր արունը եռում էր, մենք ուզում էինք աշխատենք, ստեղծենք, ոչ մի գաղափար, այսպես ասած, լքել երկիրը, գնալ ուրիշ տեղ, իմ մոտ չի եղել, չի ծագել այդպես միտք երբեք, եւ ինչ արել ենք ստեղ եւ հիմնադրեցինք այդ կաբինետը։ Դրանից հետո իհարկե շատ գործընթացներ եղավ, ուրեմն ահագին ուրեմն տարածքի հետ կապված վերանորոգումներ, անընդհատ աշխատել, զուգահեռ վերանորոգումներ եւ այլն, այդ ամենը արվում էր մեր սեփական ուժերով, չկար այսպես ասած ներդրողներ, հիմա շատ այդ sense պոպուլյար այդ գաղափարը, որ գալիս են ներդրողներ, ինվեստիցիաներ, ցավոք սրտի, թե ուրախությամբ, չգիտեմ, մենք ինքներս մեր ուժերով քայլ-քայլ մեկ-մեկ զարմանում եմ, թե պացիենտները ոնց չէին հիասթափվում եւ այդ միջավայրում ծանր նաեւ շարունակում էին մեզ այցելել, քանի որ երևի նկատում էին մեր ազնվությունը եւ նվիրվածությունը։ Այո։ Եվ այսօր կլինիկան մի շքեղ արդեն տարիներ անց մենք արդեն մեր ընկերը, որի մասին ես միջև առաջ ասեցի, որ ինքը հետ գնաց Իսրայել եւ շատ ինքը արդեն այնտեղ պաշտպանեց, հիմնվելով մեր հայկական ուրեմն դիպլոմի վրա եւ հիմնադրեց Իսրայելում, Բատյամ քաղաքում իր սեփական կլինիկան եւ ձեզ պետք է ասեմ, որ մենք հիմա խոսում ենք հենց հաջողության մասին, մի քանի կարևոր հիմնակետեր պետք է նշենք, թե մարդը ոնց կարող է հասնի, նաև երիտասարդ սերունդը, որը ուզում է հասնի, երևի պետք է լսի sense բաներ, որպեսզի իր համար էլ ուղեցույցներ լինի։ Նայեք, մենք նշեցինք ընտանիքը։ Դա շատ կարևոր հանգամանք է, երբ որ մարդը երբեք իր էթնիկ ծագումը չմոռանա։ Իր որտեղից է։ Ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ, ասենք թե շատ հայտնի այնպես թաղամաս կա, որը կոչվում է մոնումենտ։ Հիմա մոնումենտը դառել է շատ հարգված ավելի տեղ։ Մենք այն ժամանակ ուրեմն տեղ ունեինք բնակարան, մինչև այսօր ես այդտեղ եմ բնակվում, բայց ես իմ զավակներին էլ միշտ ասում եմ, որ չմոռանաք ձեր ծագումը, իմացեք, որ ձեր ազգանունը ունի ծագում, դուք քյավառցի եք։ Այդ շատ կարևոր է։ Եվ այդ գենետիկ կոդը, որ մեզ փոխանցվել է ծնողներից, դա շատ կարևոր է։ Մի ուրիշ հանգամանք է դա ընտանիքը, երբ որ դու երիտասարդ տարիքում ստեղծում ես ընտանիք եւ դա քո կողքն է, քո կինը, քո զավակները, որը հետագայում մեծացել են եւ հիմա իմ երկու զավակն էլ բժիշկ են, մեկը պլաստիկ
վիրաբույժ, դիմացնոտային վիրաբույժ, իմ տղան, որը ուսուցումը շարունակեց արդինատուրաները Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, բավականին ուրեմն գերազանց հանձնելով այդ սաղ դժվարությունները հաղթարեց եւ հիմա շատ հաջողությամբ ուրեմն շարունակում է աշխատանքը թե Մոսկվայում, թե Երևան քաղաքում, վերջնանպատակ ունենալով վերջնական տեղափոխվի ուրեմն արդեն նորաստեղծ մեր կլինիկան, որի մասին ես կասեմ։ Եվ աղջիկս, որը նույնպես բժիշկ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ, պարադոնտոլոգ, ինքը շատ սիրում է այլի, ես իր մեջ սերմանեցի այդ սերը մեր մասնագիտության նկատմամբ եւ ինքը շարունակում է հաջողությամբ ուրեմն մեր կլինիկայում աշխատում է եւ արդեն երկար տարիներ ինքն էլ է դասավանդում բժշկական համալսարանում ներգրավված այդ աշխատանքների մեջ։ Եվ երրորդ հենասյունը դա ընկերներն են իհարկե, որը շատ կարևոր է։ Այդ հենց ընկերների շնորհիվ է շատ դեպքերում, երբ որ մեր ճանապարհը ավելի հարթ գնաց եւ իմ ընկերս տեղափոխվելով Իսրայել մեզ շատ ընդեղից այն ժամանակ իհարկե ստոմատոլոգիան այսքան զարգացած չէր եւ 2000-ական թվերին եղավ առաջարկներ, ես գնացի այնտեղ ուղղակի հանգստանալու, իսկ դա վերածվեց մի մեծ պրոյեկտի, ճակատագրական եղավ մեր համար եւ մենք վերեցինք առաջի անգամ Հայաստան իմպլանտ համակարգ, որը այսօր այսքան տարածվել է, դա 2005 թիվն էր, մինչեւ մեզ մեր գոլեգաները իհարկե անում էին այդ աշխատանքը, բայց որպես բիզնես պրոյեկտ վերել եւ տարածել, ուսուցում մտցնել եւ այլն, կարելի է ասել, որ դա մենք արեցինք առաջին 2005 թվականին հայտնի Alpha Biotech ընկերության հետ կնքելով առաջի պայմանագիրը եւ օֆիցիալ դառանք ներկայացուցիչ եւ այդ տվեց մեզ հնարավորություն ասենց սրընթաց զարգանալու, քանի որ այդ պրոյեկտի շրջանակներում մենք ան Հայաստան տասնյակ լրջագույն դասախոսներ եւ ուսուցում տվեցին, մեզ սովորացրեցին եւ մեր բազմաթիվ ուրեմն խմբեր այցելեցին թե Իսրայել, թե տարբեր արդեն հետագայում երկրներ, եվրոպական եւ արևելյան, Հոնկոնգ, Հռոմ, Փարիզ, Կանն, արդեն քարտեզի վրա երևի տեղ չկա, թե մենք ինչքան խմբեր ենք տարել եւ այդ ուսուցումը մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Եվ դա է դառնում հիմքը, երբ որ դու անընդհատ զարգանում ես։ Ստոմատոլոգիան հիմա շատ ուժեղ զարգացում ապրեց։ Իսկ հաջորդիվ մենք արդեն որոշեցինք հիմնադրել ավելի բժշկական ուղղության, այսինքն փոքր մասնավոր հիվանդանոց, Դաշտան Medical Center, որտեղ նաև հիմա կատարում ենք պլաստիկ վիրահատություններ, դիմացնոտային եւ դրա համար մենք ուրեմն քանի որ իմ զավակներս բժիշկներ են եւ ես ինքս արդեն բազմամյա ուրեմն փորձ ունեմ բժշկության մեջ, մենք հիմնադրեցինք այդ ընկերությունը, որը կոչվում է Դաշտան Medical Group, իր մեջ ներառելով այդ մի քանի ճյուղը, թե ուրեմն բժշկական, թե ստոմատոլոգիական եւ ատամնատեխնիկական լաբորատորիա եւ տրեյնինգ ցենտրը, որը տալիս է նաեւ ուսուցում, մենք նաեւ դա ենք անցկացնում։ Սկզբունքորեն դրանք բոլորը փոխկապակցված են ու լրացնում են մեկը մյուսին։ Այո, մեկը մյուսի հետ շատ խիստ փոխկապակցված է, ասեմ որ հիմքը գեղեցկությունն է, մենք շեշտը դրեցինք գեղեցկության վրա։ Դե գիտեք, ստոմատոլոգիայի հիմնախնդիրը հենց մարդուն գեղեցիկ ժպիտ պարգևելն է եւ ֆունկցիա։ Դա ասել է հայտնի բժիշկ Կարլ Միշը, որ պետքա ֆունկցիան վերականգնվի եւ մարդը վերջին արդյունքում գնում է բժիշկի մոտ, ինքը չգիտի ինչ է ուզում, բայց վերջում պետքա թե գեղեցկանա եւ թե նորմալ սնվի, օգտագործի, ուրեմն եւ նույն սկզբունքով շարունակում ենք բժշկական ուղղությամբ, երբեք չի արվում ուղղակի վիրահատություններ, դա պետք է լինի թե ֆունկցիոնալ, թե գեղեցկությանը միտված, հասկանում եք, եւ երբ որ դու սկզբունքներ ունես եւ ճանապարհը գիտես թե ինչ ես ուզում, դժվարությունները ստացվում է հաղթահարել։ Այո, խիստ կարևոր է այդ ճանապարհին սկզբունքներին չդավաճանելը։ Դե ասեմ, որ իհարկե երբեմն դա շատ մեծ դժվարությունների հետ է կապված չդավաճանելը, բայց
նաև շատ կարևոր է, որ մարդը մնա իր գծի մեջ եւ երբեք չդավաճանի, չգնա ավելի հեշտ ճանապարհով, բայց որը կարող է խիստ ազդել քո թե ավտորիտետ ոնց կլինի, թե քո հեղինակության վրա, թե հետագայում քո դրած գործը ավելի կցածրացնի։ Ձեր ղեկավարած կլինիկայում նաև երեխաներին չեք մոռացել։ Ասեմ, որ հա, քանի որ մեր ստոմատոլոգիական կլինիկան սկզբից մենք չէինք դիտարկում որպես այսպես բիզնես պրոյեկտ, ես ինքս բժիշկ, իմ պացիենտները հարգում են եւ այսինքն արդեն երկար տարիներում հավաքել ենք մեծ բազա պացիենտների, բայց վերջի շրջանում ընդլայնեցինք նաև մանկական ստոմատոլոգիայի բաժինը եւ օրթոդոնտիայի բաժինը, դա մեր նոր ուղղություններն է, պետք է ասեմ, որ մանկական ստոմատոլոգիայի բաժնում նաև ներառում ենք այնպիսի նոր ծառայություններ, ինչպիսին է բուժումը անզգայացման տակ, սեդացիայի տակ, որը շատ արդիական է, ես միշտ կողմ եմ եղել, որ երեխաները փոքր տարիքից չվախենան եւ թեկուզ օգտագործելով այդ նորարարությունները մենք հնարավորություն կունենանք փոքրիկներին բերել այդ դաշտ եւ իրանք արդեն մեծանում են, արդեն իրանց համար ստոմատոլոգիան վախենալու տեղ չի, ընդհակառակը ուրախ եւ ժպիտով այցելելու, լավ նկարներ, նույնիսկ վերջերս որ Միացյալ Նահանգներում է Disney հատուկ սրահ այցելեցինք, որտեղից բերեցինք հատուկ օրիգինալ, այսինքն այդ մուլտֆիլմերի հերոսներին, որոնց այսօր մեր բալիկները հնարավորություն են թե բուժվեն եւ թե զբաղվեն այդ հերոսների ցավը մեղմացնելու համար, այո, ստրեսը փոքրացնելու համար։ Ես գիտեմ, որ կլինիկան ժամանակակից ու նորագույն սարքավորումներով է զինված։ Դա անխուսափելի է, մենք դա էլ է մեր դժվարությունը, դժվար ճանապարհներից մեկը, որ իհարկե ես բոլորին ցանկանում եմ, դա մենք էլ ենք սկսել շատ հասարակ սարքավորումներից եւ երկարատև աշխատանքի արդյունքում նաև մենք ստացել ենք հնարավորություն ներկայացնել Հայաստանում շատ հայտնի բրենդեր ստոմատոլոգիայում, այնպիսին ինչպես են Plan 1 ընկերությունը, Dur Dental, Kavo, դրանք շատ հայտնի ընկերություններ եւ իրանք իրանց հետ բերում են այդ տեխնոլոգիաները, թե սարքավորումները, թե տեխնիկան։ Իսկ բժշկական ոլորտում համագործակցեցինք մեր գործընկերների հետ, ելի նույնպես Մերիվառը, հայտնի այդպես ուրեմն ֆինական ընկերությունը, այդ լույսերը, սեղանները, թե Mindray ընկերությունը, որը անեստեզիոլոգիական սարքեր, հիմա էլ կոսմետոլոգիայի մեջ, ասենք թե այդպիսի այդպես լուրջ սարքեր են, ինչպես Ignite RF, դա Morpheus 8 եւ այսինքն լազեր սարքավորումներ, Deca Luxea, ինչ ասես, հիմա աշխարհը այնքան զարգացած է, այդ ամենով հագեցնում են, որպեսզի ես որպես բժիշկ պետք է ասեմ մի կարևոր բան։ Միևնույնն է, առանցքում մնում է բժիշկը։ Բժիշկն է կատարում այդ աշխատանքը։ Սարքը իհարկե դա լրացուցիչ գործիք է, որը օգնում է բժիշկին իր հմտությունները ավելի որակյալ կիրառելու համար։ Բայց առանց լավագույն մասնագետի ցանկացած լավագույն սարք կարող է զրոյի հավասար։ Իհարկե։ Այնց հետաքրքիր է թիմն ինչպես է ընտրվում։ Արդյոք այստեղ խնդիրների չեք հանդիպում։ Հանդիպում ենք շատ լուրջ խնդիրների։ Դա էլ դժվարություններից հերթականն է։ Հերթականն է, իհարկե, քանի որ կրթական համակարգը մի քիչ հիմա չեմ կարող ասեմ, որ իդեալական վիճակում է, այնտեղ ունենք մենք առաջարկներ, պետք է ասեմ, որ ես նաև հիմնադրեցինք իմ գործընկերներիս հետ 14 թվականին հայ ստոմատոլոգների միություն հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում շատ մեծ աշխատանք կատարեցինք։ Ցավոք սրտի շատ դժվար է գնում այն գաղափարները, երբեմն առաջի հայացքից պարզ թվացող ուրեմն գաղափարները դժվարությամբ ենք կարում առաջ տանենք, բայց պետք է ասեմ, որ չենք հիասթափվում, վերցնում ենք համաշխարհային փորձը, ներկայացնում ենք պատկան մարմիններին, համոզում ենք, բացատրում ենք, ինչքան որ մեր ուժը ներում է, որպեսզի ուրեմն մենք գնանք համաշխարհային տենդենսներին համապատասխան, պետք չի հորինել
հեծանիվներ, արդեն ամեն ինչ օրինված է, ուղղակի պետքա ճիշտ անել այն ինչ որ պրոտոկոլները աշխարհում կատարվում է եւ մենք կհասնենք։ Դրա համար մասնագետների ընտրությունը իհարկե շատ դժվար է, բայց մեզ մի քիչ էլ օգնեց այս վերջի ուրեմն ճգնաժամային իրավիճակը, բավականին լավ մասնագետներ վերադարձան Ռուսաստանից, ասեմ, որ դրանք համալրեցին մեր թիմը եւ ես ասեմ, որ շատ ինչ ասեմ, այդ տեսակետից գոհ եմ, որ վերջապես կարում ենք հայթայթենք լավ մասնագետներ, թե օրինակ ունենք լավ ատամնատեխնիկ, որը վերադարձավ եւ համալրեց մեր փորձառու թիմը։ Վերջերս բժշկուհի ունենք, որը որ աշխատում է միկրոսկոպով եւ շատ լուրջ աշխատանքներ, վերականգնումներ, էնդոդոնտիկ բուժումներ։ Դե ասեցին ինչեւ այդ էլ որ տղա ստացավ կրթություն Ռուսաստանում, պետք է ասեմ, որ պլաստիկ վիրաբուժության ոլորտում շատ մեծ դպրոց անցավ, ուրեմն այնտեղ կա այդպես ինստիտուտ ՌՆՑԽ, Российский научный центр хирургии, պրոֆեսոր Ադամյանի ղեկավարությամբ, ելի մեր հայրենակի, շատ հայտնի բժիշկ, եւ նաեւ Սեչենով համասարանը ավարտեց, ուրեմն արտինատուրան, որտեղ առիթ ունեցավ շփվելու լավագույն մասնագետների, հիմա էլ համագործակցում ոլորտի լավագույն մասնագետների հետ, եւ այդ փորձը իհարկե մենք տեղափոխում ենք Հայաստան, հույսով ենք, որ դա կանցնի հաջողությամբ, պացիենտներն էլ արտասահմանից մեծ ողջավորությամբ գալիս են Հայաստան, քանի որ Հայաստանը հիմա դարձել է լավ տեղ թե հանգստի, թե ժամանակ անցկացնելու եւ թե նաեւ բուժում, այսինքն բժշկական туриզմի այդ գաղափարը ինչ որ չափով մենք փորձում ենք նաեւ իրականացնել մեր պրոյեկտի շրջանակում։ Այո, եւ գեղեցիկ շփիտ պարգևեք։ Այո։ Եվ չմոռանանք, որ երիտասարդների մի հոց բանակ է գալիս համալրելու մասնագետներին։ Դուք այսօր նաև դասավանդում եք Երևանի Պետական Բժշկական Համալսարանում։ Այո, 17 տարի է, ես իհարկե սկզբից աշխատում եի ամբիոնում, որպես դոցենտ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնում, բայց եւ մենք պատրաստում ենք ընտանեկան ստոմատոլոգներ, ընդհանուր general dentist, ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայի մասնագետներ։ Եվ ես գտնում եմ իհարկե միջև այսօր մեր հասարակական կազմակերպության հենց հիմքում է դրված, որ սկզբում պետք է ստոմատոլոգը դառնա ընդհանուր բժիշկ ստոմատոլոգ, թերապևտի մասնագետ, հետո նոր արդեն մեր մասնագիտությունը ունի որոշ նեղ ճյուղեր եւ ինքը կարող է զարգացնել իր հմտությունները ավելի նեղ ուղղությամբ։ Բայց այսօր մեր հաղորդման շրջանակները չծանրաբեռնեմ այդ մասնագիտական հարցերով։ Իսկ հետագայում ես արդեն ընդգրկվեցի հետբուհական կրթության ոլորտում, մեր կլինիկան հանդիսանում է բժշկական համալսարանի բազա, որտեղ այցելում են բժիշկներ, որոնք անցնում են մասնագիտացում, հիմնականում կենտրոնացած են իմպլանտոլոգիայի ոլորտում ուսուցումը։ Չնայած հիմա նաև այցելում են արձինատորներ, ուսանող արձինատор, արդեն իրանք մի փուլը ավարտել են, անցել են երկրորդ փուլին ընտանեկան ստոմատոլոգիայի հետբուհական կրթությունն է ստանում արձինատուրան եւ մեր կլինիկայում նաեւ անցնում են մնացած ուղղություններն են հմտանում, ոչ միայն իմպլանտոլոգիան։ Պարոն Դաշտյան, վիճակագրությունն այսօր ասում է, որ Հայաստանում 1000 մարդուն մոտ 17 ստոմատոլոգ է բաժին ընկնում։ Ну դա հարցերից մեկն է, իհարկե դա լուրջ կրթական բարեփոխումներ է պահանջում, իհարկե մեր հաղորդումը խիստ մասնագիտական չի, բայց նաև իհարկե ես գտնում եմ, որ շատ է, բայց ոչ թե պետքա գնալ ասած ինչ որ չոր ճանապարհով, այլ գտնել մեխանիզմներ, որը ներդաշնակ լինի, բարձրացնել կրթության որակը այն մակարդակին, հենց ի սկզբանե բուհից սկսած, իսկ պետությունը կատարի այդ վերահսկողական ֆունկցիաները, բայց մի քիչ մեղմ մոտենա, բժիշկները նուրբ նատուրաներ են, առանձնեղացնելու ընդհանուր հանրությանը եւ փորձենք, որ իհարկե որակի վրա աշխատելու շատ տեղ ունենք։ Պարոն Դաշտյան, ստոմատոլոգիական ծառայությունների գծով շատ ծառայություններ Հայաստանում հիմնադիրը դուք եղաք, Հայաստան դուք բերեցիք։ Դե բախտի բերմամբ,
ստացվեց, էլի ուրեմն մեր ընկերների շնորհիվ, օրինակ ասենք թե դիմացոնոտային հետազոտության ոլորտը, որը հիմնադրվեց այսպես մենք որ սկսեցինք իմպլանտոլոգիան, դա իր հետ բերեց պահանջ դիմացոնոտային ուրեմն ռենտգեն հետազոտությունների։ Եվ մենք իհարկե ուղարկում ենք սկզբնական փուլում հիվանդանոցներ, գիտեք, հիվանդանոցներում դրանց ավելի մեծ հզոր կատեն կոմպյուտերային տոմոգրաֆներ։ Բայց աշխարհում կան սարքեր հենց կոնճառագայթային, որը շատ քիչ ճառագայթային դոզայով ուրեմն հնարավորություն կա բարձր որակի հետազոտություն։ Եվ այդ ընկերություններից մեկը, որը որ պլանում է կա ընկերությունը, առաջատարն է աշխարհում այդ ոլորտում, մենք համագործակցեցինք եւ այդ ինֆորմացիան եկա նույնպես ասենք թե մեր ընկերների օգնությամբ, որ դա շատ լավ ուրեմն իրանց օգնում է իրանց պրակտիկայում եւ մենք մեծ ուրեմն ողջավորությամբ դա ներդրեցինք Հայաստանում 11 թվականին։ Դա Dimax Ray ընկերությունն էր, որը որ առաջինը եղավ այդ ոլորտի կոնճառագայթային, այսպես ասած, հետազոտությունը։ Սկզբից շատ վտանգավոր էր բիզնես տեսակետից, քանի որ բժիշկները փորձ չունեին, չէին հավատում եւ այլն, եւ մեծ աշխատանք տարվեց այդ ուղղությամբ 14 տարի մենք աշխատեցինք եւ հիմա կարելի ասել, որ տենց ստոմատոլոգ, որը պացիենտի հետ զրուցում է առանց հետազոտման, առանց տոմոգրաֆիայի, քիչ կգտնես, քանի որ դա մի անգամից ուրեմն երբ որ դու տեսնում ես ինչ պետք է անես, քո որակը իհարկե շատ է բարձրանում եւ պացիենտներն էլ են իհարկե հասկանում, որ այդ հետազոտությունը շատ կարեւոր է ու շատ մատչելի կարամ ասեմ, մարդիկ գնում են հետազոտվում են եւ մենք հիմա կոնսուլտացիան առանց դիմացոնոտային կոմպյուտերային տոմոգրաֆիայի կոնճառագայթային չենք էլ անցկացնում։ Բոլոր բնագավառներին ստոմատոլոգիայի վերաբերվում, թե ասենք ատամների բուժման, էնդոդոնտիկ, թե ասենք լնդերի, որտեղ մարդիկ ասում են լնդերի հիվանդություն, բայց դրա տակ թաքնված ավելի խորը խնդիրներ, պարադոնտիտներ, որը նաև ընդգրկում է ոսկրային հյուսվածքները։ Ուրեմն մենք ունենք ոսկրային հյուսվածքի կորուստներ եւ նաև ասենք թե իմպլանտոլոգիան իհարկե առանց հետազոտման ընդհանրապես հնարավոր չի, քանի որ մենք ունենք անատոմիական այսպես շրջաններ, որը չպետք է վնասենք եւ այդ հետազոտության շնորհիվ է, որ բժիշկը հնարավորություն ունի կատարյալ տեսնի, թե ինքը ինչ է պլանավորում եւ այդ բուժման պլանը ներկայացնի պացիենտին։ Այո, սկզբունքորեն պարտադիր է դառնում այս հետազոտությունը։ Բոլորը գիտեն ամեն ինչ։ Շատ լավ։ Պայմանների մասին, հա, խոսենք Դաշտոյան կլինիկան ինչ պայմաններով կարող է բուժառուներին սպասարկել։ Ի վերջո գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում բժշկությունը, որը կապված է մարդու գեղեցկության հետ, ամենաթանկն է։ Դե գիտեք, դա շատ հարաբերական հարց է։ Ես այդ հարցը իմ ամենասիրած հարցերից չի, քանի որ գիտեք, sense թանկ, էժան, ավելի էժան, երբեմն պացիենտները պետք է խուսափեն անսահման էժանությունից, քանի որ դա երբեմն վտանգավոր, ես ասում եմ վտանգավոր էժանություն է։ Բայց նաև պետք է չափ ու սահման իմանալ մեր պացիենտներին, մենք միշտ ընդառաջ ենք գնում։ Իհարկե չեմ կարող ասեմ, որ մեր կլինիկայում բուժվելը ամենամատչելին է, այդպես բան հնարավոր չի, բայց եթե պացիենտը իրոք ուզում է մեր մոտ բուժվի, ինքը անպայման կբուժվի, որովհետև մենք եթե տեսնում ենք ցանկություն մեր մոտ բուժվելու, երբեք չենք մերժի ֆինանսական պատճառով։ Եզրեր գտնվում են։ Այո, անպայման։ Պետպատվեր պատմականորեն մենք պետպատվեր չենք կատարել, հիմա բայց ապահովագրական շատ ընկերություններ կան, որոնք մարդիկ ապահովագրված են, մենք փաստաթուղթը տրամադրում ենք իրանք ուրեմն իրանց ապահովագրության շրջանակներում, պետպատվերն էլ է էլի ապահովագրություն, ինչ որ չափով, բայց պետպատվերի հետ կապված էլ մենք ունեինք առաջարկներ մեր հասարակական ուրեմն հարթակներում, որպեսզի պացիենտը ընտրի պետպատվերի շրջանակներում այն կլինիկան եւ ոչ թե պետպատվերը հատկացվի կլինիկաներին։ Հուսով եմ, որ ժամանակը կգա եւ պետպատվերը, ոնց որ եւ սոցիալական ապահովագրությունը մարդը ինքը կորոշի, այսինքն պետությունը տրամադրում է որոշակի գումար, թե հետո պացիենտը համավճար կընտրի կամ չի, թե իր գործն է։ Պետք է տալ մեր պացիենտներին, բուժառուներին հնարավորություն, որ իրանք ընտրեն
եւ իրանք ընտրեն այն կլինիկան, այն բժիշկին, որտեղ իրանք ուզում են բուժվեն։ Դա է արդար ճանապարհը իմ կարծիքով։ Պարոն Դաշտյան, պատահել է խնդիրներն ու խոչընդոտները, ինչ որ պահի հիասթափեցնեն ու փորձեք մտածել անգամ ետ կանգնել ճանապարհից։ Չէ, ես շատ համառ մարդ եմ, հետ կանգնելը այդ արդեն շատ մեծ պետքա խնդիր առաջանա, որ այսօր բանից հետ կանգնենք, բայց խոչընդոտները ամեն օր են։ Հիմա ինչքան մեծացնում ես քո գործունեությունը, ամեն առավոտ մի խոչընդոտ հանդիպում ենք։ Պետքա արդեն նաև դա դառնա սովորական, պետքա լուծել, ունենք շատ լավ թիմ, հզոր թիմ, որոնք աշխատում են ամեն մեկը իր տեղում եւ փորձում ենք բոլոր հարցերը հնարավորինս հարթել։ Նաև մեզ միշտ ընդառաջ են գնացել, ինչ թաքցնեմ, բոլոր ժամանակներում, բոլոր բժիշկին միշտ ընդառաջ են։ Մենք ունենք լավ բուժառուներ, որոնք մեզ, քանի որ մեզ շատ սիրում են, եթե շատ նեղն ենք ընկնում, դիմում են, մեզ օգնում են։ Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում նաև հաջողության բանաձև դες համար ձևավորեցիք։ Այո, բանաձևը հիմնվել հիմնախնդիրների, հիմնասյուների վրա։ Ընտանիք, գենետիկա, որը պետք չի մոռանալ ոչ մի պարագայում քո էթնիկ ծագումը, քո ընտանիքը, քո ընկերները, քո միջավայրը, այդ ամեն ինչ շատ կարևոր է եւ դա անպայման բերում է հաջողության, անխուսափելի է եւ կրթություն իհարկե, մենք կրթվում ենք ամեն օր, ամեն մարդու հետ շփվելուց ես փորձում եմ ինչ-որ մի հետաքրքիր մի բան ինձ վերցնել։ Շնորհակալ եմ։ Եվ կրթվեմ։ Թեկուզ հասարակ այսօրվա մեր զրույցից էլ պետք է մի բան վերցնել եւ ձեր այդ շփումից էլ մենք պետք է կրթվենք, իհարկե։ Պարոն Դաշտյան, Դաշտյան Մեդիկալ կենտրոնը գեղեցիկ տեսք, գեղեցիկ ու առողջ շփիտ ունենալու համար ի վերջո ինչ է առաջարկում։ Դա մեր ոնց որ ասած ծնունդն է, վերջի, երբ որ մենք վերջապես նորակառույց մի շենք քաղաքի կենտրոնում, գեղեցիկ եւ կարեւոր է ասեմ, որ շատ ուրախ եմ, որ շատ ֆունկցիոնալ, այնց համակարգեր է դրած, որը որ իհարկե ես իմ գոլեգաների հետ շփվելուց միշտ հարցնում եմ, բոլորը ասում են, որ շատ լավ է ստացվել, ես էլ եմ գոհ, որ լավ է ստացվել, թե վիրասրահներն է շատ բարձր որակի եւ թե ընդհանուր կառուցվածքը։ Հիմա շեշտադրումները դնում ենք բոլոր տիպի պլաստիկ վիրահատությունների վրա, սկսած դեմքի, մարմնի եւ այլն։ Դիմացնոտային, ասենք վիրահատություն, ստոմատոլոգիա անզգայացման տակ, իհարկե դա ցուցումներով ենք անում, որովհետեւ ստոմատոլոգիան այդքան շատ ցուցում չունի ընդհանուր անզգայացման տակ, բայց ունենք բուժառուներ, որոնք բարդ ուրեմն առողջական խնդիրներ ունեն, պետքա անեստեզիոլոգի հսկողության տակ արվի այդ ամենը։ Նաև նոր ուղղություն է ուլտրաձայնային հետազոտությունները մեր համար, ընդգրկել ենք լավ մասնագետներ, թե սրտի հետազոտություն, էխոյի եւ թե վահանաձև գեղձի, այլ օրգանների, ուրեմն նաև դուպլեքս հետազոտություն անոթների, որը ես իհարկե շատ եմ խորհուրդ տալի մարդիկ որոշակի տարիքից հետո անպայման անցկացնեն, առավել եւս այն մարդիկ, ովքեր անցել են ստենտավորում կամ ունեն սրտի բաց վիրահատություն, շատերը միշտ շեշտադրում են սրտի վրա դնում, բայց անոթները շատ կարևոր է, անոթների հետազոտությունը։ Դա մեր հիվանդանոցում կատարվում է որպես ուրեմն ընդհանուր կոմպլեքս, նաև կարող են առանձին այցելել եւ անցնել միայն այդ հետազոտությունները, էլի ուլտրաձայնային մեր մասնագետները շատ բարձրակարգ ուրեմն մասնագետներ են ընդգրկել մեր թիմի մեջ։ Եվ նաև նոր ուղղությունը, որը հիմա ակտիվ զարգացնելու ենք, դա բժշկական կոսմետոլոգիան է։ Բժշկական կոսմետոլոգիան հիմա շատ է տարբերվում ճանաչված եղած հանրամատչելի կոսմետոլոգիայից, այսինքն այնպես բաներ մազահեռացում, մենք այս բաներով չենք զբաղվելու։ Բժշկական կոսմետոլոգիան դա ավելի ուրեմն միտված է հենց առողջական վիճակը լավացնելու եւ նաեւ մարդու օրգանների ֆունկցիան լավացնելու միտված գործողություններ են։ Նաեւ գեղեցկությանը միտված, բայց առավել բժշկական ուղղությամբ ենք զարգացնում, քանի որ մենք ունենք պլաստիկ վիրաբուժություն, այն բուժառուները, որոնք առայժմ պետք չի որ վիրահատվեն եւ հնարավոր է կոսմետոլոգիական բժշկական միջամտություններով ուրեմն
օգնել, կգնանք ավելի քիչ ինվազիվ։ Նաև դա օգնում է հետվիրահատական։ Օրինակ մարդը վիրահատվել է, բայց ունի որոշակի հետվիրահատական դեֆեկտներ, դա էլ ենք վերացնում այդ ուրեմն ապարատային եւ այլ մեթոդներով, կոսմետոլոգիական, բժշկական, ընդգրկել ենք շատ լավ մասնագետներ։ Հիմա այդ ուղղությունը այն փուլում է, որ պետք է ստանանք շուտով այդ սարքավորումները եւ ակտիվ սկսենք աշխատել այդ ուղղությամբ։ Մեր հայաստանյան շուկան շատ ակտիվ է, շատ կոնկուրենտ միջավայրում են գտնվում, իրավունք չունենք վատը լինելու, պետք է փորձենք լինենք լավը եւ լավագույնը։ Դա կլինի մեր հաջողությունը։ Այո։ Շնորհակալ եմ եւ հաջողություն ձեր գործերին։ Շնորհակալություն։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։